Սիրելի հայրենակիցներ, փորձ արվում Երևանի կենտրոնում կառուցված թանկարժեք մի քանի բնակարաններով գույքարկի անգամներով թանկացումներ արդարացվել, բայց ես այդպես չեմ գնահատի, եկեք նախ դա միայն գույքարկ չէ, հեռավոր սահմանամերձ Վարդենիսի տարածաշրջանում կամ Գեղարքունիքի մարզում կամ այլ մարզերում դա հողի հարգի եւ գույքարկի մոտարկված արժեքը եւ մեկ միասնական հարկատեսակ եք սահմանել, որը անգամներով բարձրացել է հողի հարգի մասով։ Մենակ շքեղության հարգից եք խոսում։ Բախի չեք ասում, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում մարդը 3 միլիոն գնահատված գերազանցող գույք է ունեցել, որի դիմաց չի վճարել, հողի հարգը եղել է 200 դրամ, հիմա վճարում է 5000 կամ 8000 դրամ։ Այս մասին պետք է խոսեք, շնորհակալ եմ բանի, որ նրա հողի հարգի գծով եկամուտը գնալով անգամներով իջնում է։ Սրանից պետք է խոսենք եւ գաղտնիք չեմ բացահայտ ասեմ, որ պարոն Թունյան, համայնքի բյուջեն ձևավորվում է ոչ միայն գույքարկից, շինությունների կամ մոտարկված արժեքի միասնական հարկատեսակից, ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներից, վարձավճարներից, տեղական турքերի դրույքաչափից, որ անգամներով բարձրացել է աղբանության վճարներից, այնպես պատկեր եք ձևավորել, որ ժողովուրդ ջան, եթե գույքարկը անգամներով գյուղական համայնքներում չթանկացնենք, ձեր համայնքներում ոչինչ չի արվելու։ Արվելու է, այո, որտեղ նորից եմ ասում, եւ պարոն Ավետիսյանի բերված նախագծի փոփոխությունը շատ տեղին է։ Չես կարող Երևանում Տիգրան մեծ փողոց նշվեց բնակարանը եւ Վարդենիսի տարածաշրջանում ապրող մարդու սահմանամերձ բնակարանը, որի վրա նաեւ հողի հարգն է տնամերձ ավելացի անգամներով, վերես նույն շեմով գանձես։ Իհարկե պետք է դրվի այդ տարբերությունը եւ տեղին է պարոն Ավետիսյանի, եթե դուք դեմ չեք, բերեք դա առաջին ընթերցման ընդունենք, քննարկենք մանրամաս, մնացած հիմնավորումները տեղին կլինի։ Ոչ թե վերցնում ենք մեկ օրինակ, որ գիտեք ինչ, Վարդենիսում կենտրոնում թանկ է, բնակարան շենքը շքեղության արկա, այս մարդը պետք է 10 միլիոն, 10 միլիոն վճարի, ո՞վ ապանաս է։ Բայց չես կարող դու երկու անգամ որ թանկացել է մարդու մոտարկված արժեքը, որը նախկինում չի եղել, գույքարկի եւ հողի տեսով, անգամներով թանկացնենք եւ բերենք Երևանի օրինակով արդարացնենք այդ ամեն ինչը։ Դա տեղին չէ եւ ճիշտ չէ։ Պարոն Ավետիսյանի նախագիծը տեղին է, առաջարկում եմ քննարկենք եւ առաջին Արթուր Խաչատրյան